ինձ թվում է ինձ մի օր գործից հանելու են, ոչ թե ինչ-որ վատ քշելու կամ ինչ-որ տենց ոչ պունկտուալ լինելու համար, այլ ուղղակի ինձ գործից հանելու են ուղևորներից երեխեքին ուտելու համար։ Անկեղծ տեսնում են ուտելու են իրանց։ Իվետա Սարգսյանը արդեն 5 ամիս է ինչ տրոլեյբուսի վարորդ է աշխատում Երևանում։ Նուբարաշենից Էրեբունի, ապա Տիգրան Մեծով ու Արշակունյանցով մինչև Աերացիա, շաբաթական 5 օր։ 23-ամյա աղջիկը երկրորդ համարի տրոլեյբուսի այս երթուղով հարյուրավոր ուղևորներ է սպասարկում։ Երիտասարդ աղջկան տրոլեյբուսի ղեկին առաջին անգամ տեսնելիս ուղևորները նախ զարմանում են, հետո տարբեր կերպ արձագանքում։ Հիմնականում դրական, ասում է Իվետան։ Հատկապես երեխաները իրենց ուրախությունը չեն թաքցնում։ Արձագանքները սակայն ոչ միշտ են ադեկվատ լինում։ Աղջիկ ջան, բայց դու գիտես, դու մարդկանց տուն ես քանդում, ասենց մի քիչ զարմացանք ծիծաղեցինք, ասացինք ինչի համար, ասեց դե տանը պետք է իրանց կնանիքին տղամարդիկ ասեն գործ չկա, չենք աշխատում, կանայք մեր տեղը զբաղացրել են։ Պատահելա, որ ասել են վայ մամա ջան, աղջիկա լավ, սպասի հաջորդով կգնանք։ Վայ աղջիկ, արի մի հատ բարձրանանք, տեսնենք կարողանում ա վարել թե չէ։ Այնպեսի տպավորություն ա, որ նորից ես 0-ից ինչ-որ քննություն եմ անցնում։ Իսկ Իվետային ամենից շատ ուրախացնում են իր այն մշտական ուղևորները, որոնք նստելիս միշտ բարևում են, զրուցում են նրա հետ, նույնիսկ իրենց տուն են հրավիրում։ Մի ուղևորուհի կա, որը հաճախ սպասում է իրեն կանգառում, նստում է տրոլեյբուս, վարորդին սուրճ հյուրասիրում եւ հաջորդ կանգառին իջնում։ Ավելի հաճելի է մեր աղջկա նման բարեհամբույր վարորդի հետ երթևեկելը։ Ու շատ վստահելի է, ասեմ։ Շատ շատերի համեմատ շատ վստահելի է ու հաճելի ամեն դեպքում։ Կոլեգաներն էլ են արդեն սովորել աղջկա ներկայությանը իրենց թիմում։ Իվետան, թեև տրոլեյբուսի միակ կին վարորդը չէ Հայաստանում, բայց ամենաերիտասարդն է։ Ինքն էլ կոլեկցիոնում շատ սիրված, հարգված անձնավորություն է։ Շատ ընկերական հարաբերություն։ Այո։ Ես երբ շարժվեմ, Ռաֆոն մի քանի րոպե առաջ է դուրս եկել։ Ինչպես է երիտասարդ աղջիկը հայտնվել այս մեծ էլեկտրաշարժի ղեկին։ Ասում է, փոքրուց գիրք է ունեցել վարելու հանդեպ։ Արդյունքում ընտրել է այնպիսի աշխատանք, որը եւ օգտակար կլինի մարդկանց համար, եւ իրան հաճույք կպատճառի։ Իվետան խոստովանում է, այս աշխատանքը ֆիզիկապես ծանր է իր համար։ Աշխատանքային օրը տևում է մոտ 12 ժամ, օրվա մեծ մասը նստած է լինում։ Որպեսզի տարիներ հետո ողնաշարի հետ խնդիրներ չունենա եւ ստիպած չլինի հրաժարվել սիրելի աշխատանքից, 12 ժամյա նստակյաց գրաֆիկը կոմպենսացնում է ազատ օրերին հնարավորին ակտիվ ապրելակերպով։ Իվետան իր աշխատանքի մասին հաճախ հրապարակումներ է անում սոցիալական հարթակներում։ Ուզում է ցույց տալ հանրությանը, հատկապես նոր սերնդին, որ կանայք կարող են աշխատել բոլոր բնագավառներում։ Շատ են ինձանից հարցնում կամ ասում ինչպես դիմել կամ վարորդական իրավունքս հենց ստանամ անպայման մոտենալու եմ, ես Երևան էլեկտրոտրանսպորտ դիմելու եմ, ընդունվելու եմ ու ես սիրով սպասում եմ, որովհետև շատ կցանկանամ, որ ավելի շատ աղջիկ եւ կին վարորդներ ունենանք։ Իվետան հույս ունի, որ մոտ ապագայում իր ոլորտում աշխատող կանանց թիվը կավելանա եւ կարծրատիպերը կկոտրվեն։ Տրոլեյբուսավարները այնքան են շատանալու, որ հենց տղա տրոլեյբուսավար տեսնենք մատով ենք ցույց տալու մենք իրենց։